Կիլոմետրերով հերթեր, աննախադեպ գներ, գազ չկա գրվածքով ցուցանակներ։ Լոռիից Երևան ու մինչև Սյունիք հեղուկ գազ չկա։ Քաղաքացիներն անգամ Facebook-ում են հեղուկ գազ որոնում։ Շատ տեղեր գրում են 220 դրամ, իբրև էժան, բայց մոտենում ես, ասում են չկա գազ։ Երեք Էջմիածնի տարածքում, աշտարակում, Զովոնիում չկար։ Ֆլեշը չեկով էր։ Գառնիում հեղուկ գազ չկա Երևանից, չգիտենք թանկացել է, թե չեն տվել։ Պտտվեցինք տարբեր լցակայաններում, հասկանալու որն է դեֆիցիտի պատճառը։ Խաղաթողներ չկա, գազ չկա։ 3 օր երևի։ Իսկ ինչով է պայմանավորված։ Լարս հետ կապված է։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, Լարսը մի քանի օր է փակ է մեծ բեռնատարների համար։ Տնտեսագետը մանրամասնում է, եղանակն է պատճառը, որ մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են։ Հայաստանում գազի տաքման հնարավորությունները շատ քիչ են եւ երբ որ վերին արտաքետի մատակարարումները դադարում են, ապա մեր հեղուկ գազի կայաններում առաջանում է դեֆիցիտ կամ բաց։ Այս ֆոնին հեղուկ գազը ռեկորդային գներ է սահմանում։ Տարբեր կետերում գինը տատանվում է 250-ից 350 դրամի միջև։ Այն կետերում, որտեղ գազ կա, հարյուրավոր մեքենաներ են սպասում հերթի մեջ։ Լցակայանների մի մասում սպասարկում են այն վարորդներին, որոնք նախապես կտրոն են ձեռք բերել։ Վերջերս նաև ես լսեցի լրատվականներից, որ կան որոշակի այլ սահմանափակում, որոշ են քաղաքացիներ, ովքեր ժամանակին չեկեր են ձեռք բերել, որպեսզի լիցքավորեն, եւ այդ լիցականները, ովքեր ունեին գազ, իրանք լիցքավորում են միայն այն քաղաքացիներին, ովքեր որ ունեին այդ չեկերը, այսինքն այստեղ կանխիկ կամ անկանխիկ այլ գործարքներ չէին իրականացնում, դա չգիտեմ որքանով է օրինական, որքանով չէ, սպառողների շահերին որքանով է հակասում, դա պետք է պատկան մարմիններ ուսումնասիրեն եւ գնահատական տան։ Իսկ ովքեր կտրոն չունեն կամ հերթի մեջ են սպասում, կամ հեղուկ գազի փոխարեն անցել են բենզինի, Քեյանն ասում է, այդ տարբերակն ավելի շահեկան է վարորդների համար։ Ֆինանսական բեռը համարը նույնն է դառել, դրա համար է վարորդները նախ ավելի շատ այդ բենզինը քան հեղուկ գազ։ Հեղուկ գազի գինը շուկայում որոշվում է ընկերությունների մրցակցության արդյունքում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից փոխանցեցին, իրենք հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չեն իրականացնում։ Մենաշնորհային կազմակերպություններ շուկայում չկան, ներկրողները հարյուրավոր են։ Մինչդեռ տնտեսագետն ասում է, իրականությունը փոքր-ինչ այլ է։ Մի քանի խոշոր տնտեսվարողներ ունեն հայաստավորման մեծ հնարավորություններ եւ երբ որ դադարում են մատակարարումները Լարսից, ապա նրանք օգտվում են առիթից եւ շուկայում կարող են գնել բարձրացնել, գնել թելադրել եւ արհեստական պակասություն ստեղծել։ Վարորդները սոցցանցերում իրար շնորհավորում են։ Լարսից հեղուկ գազի վերջին օրերի առաջին խմբաքանակն է մուտք գործել Հայաստան։ Հուսով են առաջիկա շաբաթներին անընդհատ տատանվող գները վերջապես կիջնեն եւ շուկան կկարգավորվի։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։